Այս կադրերը Ալաշկերտի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում ղազախական թիմի արգելքը հաղթահարելուց հետո են։ Եվրագավաթային ուղին Ալաշկերտն այժմ շարունակում է ռումինական ՉՖՌ Կլուժի հետ։ Առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց ոչ ոքի, իսկ այժմ գտնվում ենք Կլուժ-Նապոկա քաղաքում, որտեղ էլ կորոշվի այս դիմակայության հաղթողը։ Իրոք ծանր հանդիպումը առաջի, բայց ժամանակ ունենք, հասել ենք վերականգնվել, վերլուծել հենց առաջի խաղը, ինչ որ շտկելու բան կար, ամեն ինչ արել ենք ու լիովին պատրաստ ենք պատասխան հանդիպմանը։ Թիմը պատրաստ է, ամենակարևորը մենք տեսնում ենք, որ խաղից խաղ պրոգրես կա, եթե սկսենք առաջի խաղից մեր եվրոգավաթային ու գանք հերթով, ամեն խաղի մենք ավելացնում ենք, այսինքն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ու միանշանակ մենք պետք է ակնկալենք, որ վաղը ավելի լավ են խաղալու, քան Երևանում։ Կլուժը բավականին փորձառու որակյալ թիմ է, կոնի վրա հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրն է դրված, հետևաբար մենք իրավունք չունենք պատրաստվենք ինչ-որ մի ձևի։ ՉՖՌ Կլուժը այս պահին լուրջ խնդիրներ ունի եւ դա մենք տեսանք նաեւ Երևանում կայացած առաջին խաղում։ Ալաշկերտը զգալի առավելություն ուներ, հատկապես առաջին կեսում շատ հնարավորություններ ստեղծեց։ Չնայած ոչ ոքին ինձ թվում է կարելի է պատասխան խաղում այդ հաջողությունը զարգացնել։ Հասկանալի է Կլուժը փորձառու կազմ ունի, Կլուժը խաղալու է իր երկրպագուների ներկայությամբ, բայց այս Ալաշկերտը ապացուցել է, որ նաև արտագնախաղերում կարող է մրցունակ լինել։ Ինձ թվում է լավ շանս է օգտվելու Կլուժի ներկայիս վիճակից եւ շրջանցելու նրան։